Հարսնաձորի մասին հետաքրքիր փաստեր։ Հարսնաձորը պատմական և տուրիստական նշանավոր վայր է Սյունիքի մարզում։ Այն առավել հայտնի է որպես հնագույն դիտակետ։ Գտնվում է Որոտանի եզրին, Հալիձոր և Տաթև գյուղերի միջև։ Զանգեզուրի պաշտպանական դիտանոցների շղթայի երրորդ հանգույցն էր։ Թշնամու հարձակման ժամանակ Կառնի ձորի, Խոտի, ապա Հարսնաձորի զանգերը հերթով հնչելով ահազանգում էին Տաթևի վանքին։ Մինչ օրս պահպանվել է բոլոր աշտարակը, կոչնակի զանգը պահող հնամենի շղթայով։ Հայտնի է բնության գրկում տեղակայված յուրահատուկ փայտե տակառիկ տնակներով։ Տնակներից բացվում է համայնապատկեր դեպի Տաթևի ճոպանուղին։ Գորիսից Տաթև գնալու ճանապարհին հյուրին ուղեկցող գորիսեցիները անպայման ցույց են տալիս Հալիձորի անտառի դիմաց բարձր քարափներից մեկը՝ Հարսնաձորը։ Ղևոնդ Ալիշանը այն անվանում է Հարսնավազ՝ հարսի վազելու տեղը։ Լեոն սխալմամբ Հարսնաձորը տեղադրում է Որոտան գետի ձախ ափին, ներկա դիտակետի տեղում։ Տեղանվան հետ կապված է մի գեղեցիկ ավանդություն, և տեղաբնիկները յուրաքանչյուրը յուրովի պատմում են այդ պատմությունը։ Այդ պատմությունը ավելի գեղեցիկ շարադրել և մեզ է հասցրել օրբելյան պատմիչը։ Ըստ պատմիչի, դեպքը տեղի է ունեցել 9-րդ դարի առաջին կեսին։ Աֆղանքի գահերեց իշխան Վարազ Տրդատը մի դուստր ուներ՝ Շահանդուխտ անունով։ Նրա կերպարանքը արտասովոր էր ու հրաշալի։ Չքնաղ գեղեցկությունը զարմանք էր պատճառում տեսնողներին։ Ոչ ոքի չէր թվում, թե նա նյութեղեն է, այլ կարծես թե կերպարանավորված էր լուսատար օդից և նրբանուր փշողերից։ Նրան հարս խնդրեցին Թորգոմյան տնից, և նա դուրս ելավ իր աշխարհից, հայրենի տնից, գնաց կին դառնալու հայ իշխանին։ Մտնելով բաղաց աշխարհը, անցնում էր անապահով տեղանքի ճանապարհով, մի ապառաժոտ վայրով, որտեղ մի քարաժայռի փլվածք էր ահռելի խորությամբ, որն անդունդի նման ուղղված էր դեպի Տաթևի մեծ հայրապետանոցի կողմը։ Հենց այնտեղ թաքնված ծվարած էին Սուսամերկ զորքի լեգենդախումբ ջոկատներ, որոնք Շահանդուխտի սքանչելի գեղեցկության պատճառով եկել էին Պարսկաստանից։ Հսկում էին ճանապարհների անցքերը ու կիրճերը, որ հափշտակեին այդ աղջկան։ Ուղևորները այդ բանին իրազեկ չէին։ Զինված խմբերը հանկարծակի հարձակվեցին նրանց վրա և սրեր քաշած սկսեցին անխնա կոտորել քրիստոնյաներին։ Ապա խորահավատ օրիորդը այս տեսնելով հասկացավ պատճառը և տերունական խաչով երեսին խաչ անելով ծին մտրակեց ու թռավ քարաժայռի փլվածքը։ Քամու ուժգին հոսանքով, աներևույթ զորությամբ, կարծես թե կառքով Շահանդուխտը իջնում է ձորի խորխորատը, ձին էլ հետո մնում է անվնաս։ Այնտեղ դադար առնելով, մեծ հիասմունքով խիստ գոհունակությունն է վերառակում իրեն փրկողին և անդորր տեղում իր անձը նվիրում Քրիստոսին։ Շահանդուխտը խոսք է տալիս, որ մինչև իր կյանքի վերջ մնալու է այնտեղ՝ Հարսնաձորում, և այնտեղից դուրս չի գալու։ Թեև ծնողներն ու հարսնացու իշխանները շատ են թախանձում, բայց մինչև վերջ Շահանդուխտը մնում է իր խոստման տերը։